Այս գիշեր Իսրայելը շարունակել է Լիբանանի ռմբակոծությունները, հարվածելով Թեբնին քաղաքի հիվանդանոցին։ Կադրերում երևում է, թե ինչպես են կենտրոնի առջև վնասվել շտապօգնության մեքենաները, մինչդեռ դրսում կարելի է տեսնել շտապօգնության խմբերի հավաքվելը։ Իսրայելի բարբարոսությունն ակնհայտ է, նրանք թիրախավորել են անգամ Կարմիր խաչի մեքենան, արտակարգ իրավիճակների կորպուսը։ Թել Ավիվը չի հարգում միջազգային օրենքները, այդ թվում Ժնևի կոնվենցիան, պնդել է Լիբանանի խորհրդարանի անդամ Ալի Խարիսը։ Իսրայելը չի մեկնաբանել հարձակումը, չնայած պատերազմի սկսվելուց ի վեր Տարհանման նախազգուշացումներ է տվել տեղի բնակիչներին։ Կադրերում 3 հարձակման ենթարկված Բեյրութի հիվանդանոցն է։ Այս նախազգուշական հարվածներն Իսրայելն իրականացնում է Լիբանանի կոշտպնդումներից հետո, այն է, Լիբանանը ևս պետք է ներառվի հրադադարի համաձայնագրում։ Իսրայելի վարչապետը երկուստեք քաղաքականություն է վարում։ Մեկ իր կառավարությանը հորդորում է բանակցություններ վարել Լիբանանի հետ, մեկ էլ տարբեր հրթիռային հարվածներով սպառնալիքներ հնչեցնում։ در بخش نخست این عملیات در صبح امروز Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Մերձավոր Արևելքի բոլոր ծովային նավահանգիստների շրջափակման մասին։ Միացյալ Դիմադրության ճակատը սպասում է թշնամուն, հայտարարել է ԻՀՊԿ-ն։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին։ Թրամփը նշել էր, որ Իրանն արդեն զրկվել է նեղուցով որևէ բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Չնայած ԱՄՆ նախագահի ինքնաբուխ հայտարարություններին, Իրանը զգուշացնում է, ցանկացած քայլ, որը կփորձի փակուղի գցել Իսլամական Հանրապետությանը կամ իր վերահսկողության տակ գտնվող տարածքին, կստանա կոշտ պատասխան։ Objective of this tariff is obvious. Իրանը փոխհատուցում է պահանջել տարածաշրջանային 5 երկրներից, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Մենք փոխհատուցում ենք պահանջում տարածաշրջանային 5 երկրներից, այդ թվում Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Հորդանանից, Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմին մասնակցելու համար։ Իրավանի խոսքով այս 5 երկրները իրենց միջազգային անօրինական գործողություններով խախտել են Իսլամական Հանրապետության նկատմամբ միջազգային պարտավորությունները։ Այժմ պատասխանատվություն են կրում դրանք փոխհատուցելու համար։ Իդեպ, Իրանի ներկայացուցիչը շեշտել է, որ խոսքը վերաբերում է թե նյութական, թե բարոյական վնասների փոխհատուցմանը։ מכובדי נשיא המדינה יצחק הרצוג Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հոլոքոստի հիշատակի օրվա իր ելույթում հայտարարել է, թե իրենք, նկատի ունենալով իրեն ու Թրամփին, ջախջախել են Իրանի այսպես ասած հանցավոր ռեժիմը։ Մեջբերում այս երեսպաշտ ռեժիմը ձգտում էր միջուկային պայթյուններ իրականացնել եւ կառուցել տասնյակ հազարավոր մահացու բալիստիկ հրթիռներ, որոնք նախատեսված էին մեզ ոչնչացնելու համար։ Մեջբերման ավարտը։ Իդեպ, մինչ այս Նեթանյահուն պնդում էր, թե իրենց նպատակը Իրանի ժողովրդին մահապատժից եւ Խամենեիի դաժանությունից փրկելն է, իսկ հիմա խոսում իր ու իր ժողովրդի պաշտպանության մասին։ Հատկանշական է նաև, որ ճակերտավոր խաղաղության ձգտող Նեթանյահուն արդարացրել էր ամիսներ առաջ Իրանում դպրոցների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 168 երեխա։ Իսրայելի վարչապետը նաև իր գրպանն է դրել տարիներ շարունակ Պաղեստինի դեմ հակամարտության ընթացքում տասնյակ երեխաների սպանությունը։ Նեթանյահուն հավելել է, թե թույլ չեն տա Իրանին ստեղծել միջուկային զենք, նաև խոստացել, որ երկրորդ հոլոքոստ չի լինի։ What happened and where do we go from here? Well, first of all, Brett, I wouldn't just say that things ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ արդեն կարող են դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Ամերիկյան Fox News-ի հետ հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ իրենք հասել են իրենց հիմնական նպատակին եւ հակամարտությունը շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում։ Սակայն հավելել է, որ նախընտրում է ռազմական գործողությունների հաջող բանակցություններով ավարտ։ ԱՄՆ-ն եւ Իրանը բանակցություններ էին վարել ապրիլի 11-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Ի վերջո համաձայնության չգալով կողմերը վերադարձել էին իրենց երկրներ։ Ինչ վերաբերում է բանակցությունների երկրորդ փուլի ժամկետներին, ըստ Ջեյ Դի Վենսի ավելի նպատակահարմար կլինի այս հարցը ուղղել իրանական կողմին, քանի որ գնդակը իրենց դաշտում է։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը արդարացրել է իր նախագահի վերջերս աղմուկ բարձրացրած քայլը։ Թրամփը X-ի իր էջում նկար էր հրապարակել, որտեղ Քրիստոսի դերում էր։ Նա հայտարարել էր, թե այդ կերպ բժշկի դերում է հանդես գալիս եւ Կարմիր խաչի դեր է կատարում։ Ավելի ուշ նկարը ջնջել էր պատճառաբանելով, թե մարդիկ այդպես էլ չեն հասկացել դրա խորհուրդը։ Իսկ ԱՄՆ փոխնախագահը այսպես ասած լվացել է Թրամփի դեմքը, ասելով, թե դա ընդամենը կատակ էր եւ շարունակել սպիտակ տան ղեկավարի միտքը։ Շատերը չընկալեցին նրա հումորը։ Մեջբերում ԱՄՆ նախագահը սիրում է բազմազանություն մտցնել սոցիալական ցանցերում եւ ես իրականում կարծում եմ, որ սա նախագահի լավ կողմերից մեկն է։ Նա իրականում անմիջականորեն դիմում է մարդկանց։ Մեջբերման ավարտը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ներողություն խնդրել Հռոմի Պապ Լեո 14-ից։ Ես ներողություն խնդրելու հարկ չեմ տեսնում, ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին։ Այս վեճը Թրամփի եւ Հռոմի Պապի միջև պայմանավորված է Իրանի դեմ պատերազմի եւ միջուկային սպառազինության հարցում ունեցած տարաձայնություններով։ Լեո 14-ը հայտարարել է, որ չի վախենում Թրամփի վարչակազմից ու շարունակելու է քարոզել խաղաղություն։ Պապն ընդգծել է, որ ի տարբերություն քաղաքական գործչի, ինքն այս հարցին այլ տեսանկյունից է նայում։ Դոնալդ Թրամփն էլ Պապին անվանել էր թույլ հանցավորության դեմ պայքարում եւ ձախողված արտաքին քաղաքականության դաշտում։ Լեո 14-ը պատմության մեջ առաջին ամերիկացի պապն է, որը հակադարձել է Սպիտակ տան ղեկավարի քննադատությանը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Չինաստան իր չինացի գործընկերոջ Վան Յիի հետ բանակցությունների նպատակով։ Կողմերը կքննարկեն տարածաշրջանային վերջին իրադարձություններն ու դրանց ազդեցությունը երկու երկրների առևտրաշրջանառությանը, ինչպես նաև նախատեսում են քննարկել ուկրաինական ճգնաժամը։ Հունգարիայի առողջապահության նախարարը հայտնվել է սոցցանցերի ուշադրության կենտրոնում։ Նորընտիր վարչապետ Պետեր Մաջարի հաղթական ելույթից անմիջապես հետո նախարարը բեմի վրա էներգիայով լեցուն պարել է, գրավելով ներկաների ուշադրությունը։ Տեսանյութը վայրկյանների ընթացքում դարձել է վիրուսային։ Օգտատերերը բարձր են գնահատել Պաշտոնյայի անկաշկանդվածությունը, կատակելով, որ նա պետք է լինի բարի նախարարը։ Միանշանակ ընդդիմությանն են պաշտպանելու այդ փաստը։ Միանշանակ։ Չարը խապանվի, բարին կատարվի։ Այս խոսքերն ասելով դատական նիստերի դալիճը լքեց Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նրա գործի քննության շրջանակներում այսօր հակակոռուպցիոն դատարանում հարցը քննվել է եւս մեկ վկա։ Նիստի ավարտին Ղուկասյանի պաշտպանները միջնորդել են դատարանին վերջինիս խափանման միջոց կալանքը փոխել գրավով։ Հիմքը քաղաքապետի առողջական վիճակում դրական որևէ փոփոխության բացակայությունն է։ Վճիռը կհրապարակվի մեկ շաբաթից հաջորդ դատական նիստի ընթացքում։ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը Նայրի բժշկական կենտրոնից տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Facebook-յան գրառմամբ հայտնել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։ Պաշտպաններից Վարդուհի Էլբակյանն էլ Newsame-ի հետ զրույցում հայտնել է, որ Դավիթ Մինասյանին քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել անվասայլակով, վերջինս ծանր վիճակում է։ Էլբակյանը նաև հավելել է, որ իրենք չգիտեն, թե որ քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Դավիթ Մինասյանը։ Նա մի քանի օր է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր։ Այսօր էլ նրա խափանման միջոցը փոխելու պահանջով մի խումբ կանայք նստացույց են սկսել Գլխավոր դատախազության շենքի առջև։